Ինչպես գիտենք, փետրվարին սպասվում է ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստան, այնուհետև Ադրբեջան։ Տեսեք, պարոն Աշոտյանը նաև շատ ճիշտ կոչ էր արել քաղաքական բոլոր ուժերին, որ այստեղ մենք մեծ անելիք ունենք, առ այն, որ մենք տեսանք Բելարուսի օրինակով, ինչպես հաջողվեց քաղբանտարկյալներին ազատ արձակել, եւ հիմա Հայաստանում էլ տեսնում եք ինչ բռնաճնշումներ են իրականացվում մեր հոգեվոր սպասավորներից, սրբազաններից մինչև քաղաքացիական անձինք, ընտրված քաղաքապետեր, որոնց բառի բուն իմաստով սպանում են, որովհետև հենց այդպիսի ահազանգեր են գալիս մեկուսարաններից եւ կոչ էր անում, որպեսզի համախմբվել եւ բարձրաձայնել հենց քաղբանտարկյալների եւ ոչ միայն ռազմագերիների հարցը Վենսի գալուն ընդառաջ, որովհետև դրա նախադեպը արդեն մենք տեսել ենք Բելարուսի օրինակով, կխնդրեմ այս մասով ձեր խոսքը ուղղեք, համեցեք։ Այո, հիմա ես էլ երրորդ հանգրվանն է, երրորդ մի ոսկե առիթ է, Վարշավեդի եթե ամենը փոքր հետաքրքրություն ունենար այդ քերիների հարցերով, եւ որ փոխնախագահը Հայաստան պետք է անպայման նստեն եւ լուրջ խոսեն իր հետ, թե այս մարդիկը շատ ծանր վիճակում են, անարդար դատավարություն է, այս մարդիկը քաղաքական բանտարկյալներ են, դատավարությունը ոչ մի միջազգային օրենքի համաձայն չի լինում, պետք է ամեն ինչ անեք դուք ամերիկացիները, որ ազատագրեք մեր քերիները, հիշեցնեն փոխնախագահին, որ նախագահը ինքը առաջարկել էր զանգել Ալիևին, թե ինչ եղավ այդ զանգը, ինչու այսքան ամիս ետքը չի զանգել, պետք է առնվազն միջև որ չեն հիշեցրել, որ գովիդ սխալ է Փաշինյանի կողմից, առնվազն փետրվարին այցելության պետք է հիշեցնեն, բայց վստահ չեմ որ կհիշեցնեն, որովհետև ինչպես ասացի, Փաշինյանը շատ ուրախ է, որ այս մարդիկը փանդում են եւ ուզում է որ փանդում մնան եւ այդտեղ էլ մահանան, մինչեւ իրենց կյանքի վերջը մնան եւ երբեք դուրս չգան։ Այդ է հիմա փոխնախագահը գալիս է ոչ թե Հայաստանի օգտին մի բան անելու, որովհետև ինքը այցելելու է թե Հայաստանը եւ թե Ադրբեջանը, ուրեմն երկուստեք էլ ուզում է հավասար նայ երկուսին եւ ոչ թե միակողմանի միան Հայաստանի, ինչ որ հասկանալի է դի եւ վստահ չեմ որ ովևէ Հայաստանը ինչ որ շահ ունենալու է այդ այցելությունից, հավանաբար շատ ավելի մեծ շահ է ունենալու Ադրբեջանը, ստանալով զինամթերք, վաճառելով իր պետրոլը եւ այսպեսով Ալիևի երազը իրականանում է ամեն օր մի քիչ ավելի, որ ուզում է ինքը Ադրբեջանը ներկայացնի աշխարհին որպես շատ կարևոր ստրատեգիական երկիր, որ ամբողջ աշխարհը հիանում է Ալիևի վրա, հիանում է Ադրբեջանի վրա, թե եվրոպացիները, թե ամերիկացիները, եւ թե մյուս երկրները։ Այս է խաղը, որ Ալիևը հետապնդում է, եւ մենք էլ այդ խաղի մասնակից ենք, բայց մեր մասնակցությունը ոչ մի արժեք չունի, ոչ մի կարևորություն չունի։ Բայց մենք կարող ենք, չէ, մեր օրինակով ցույց տալ, որ դեմ ենք այս իշխանության վարած քաղաքականությանը եւ այո, ինչ որտեղ նաեւ ակցիաներով եւ հենց Վենսի գալուն ընդառաջ եւ Վենսի գալու պահից ի վեր ցույց տալու, որ այս հարցը առաջնահերթություն է եւ մանավանդ երբ որ խոսում են քրիստոնյաների նկատմամբ բռնաճնշումների մասին, քրիստոնեությունն ընդունած առաջին երկրում քրիստոնյաների եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդների մասնավորապես նկատմամբ տեղի ունենում այսպիսի բռնաճնշում։ Ուրեմն մի բան ասեմ, որ մինչև ոչ մի մարդ մասին չի խոսել, բայց հուսամ օգտակար կլինի իմ առաջարկը, ուրեմն երբ որ վանսը փոխնախագահ Հայաստան հասնի, պետք է հազարավոր հայեր, Հայաստանի քաղաքացիներ գնան եւ շրջապատեն ամերիկյան տեսվարանդունը եւ իրենց փողոքի ցայնը բարձրացնեն, որ մենք բանջում ենք, որ Ամերիկան օգնի որ ազատագրի այդ մեր քերիները Ադրբեջանից մեկ, որ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի հողատարածքից եւ նաեւ այդտեղ երրորդ գեդը այն է որ պատկամը որ մենք Փաշինյանի թեմ ենք, Փաշինյանը ինչ որ ստորագրի, ինչ որ համաձայնվի, հունիսին եթե հաջողանք որ Փաշինյանին հանենք իր աթորից, մենք
չեղարկելու ենք իր բոլոր համացանակիրները, իր խոստումները, իր զիջումները։ Ուրեմն պետք է որ հիմագուց արդեն շատ բան չի մնացել, մի քանի շաբաթ մնացել է փետրվարի այցելության, պետք է որ բոլոր անոնք որ հագարակ են Փաշինյանին, օպոզիցիան այսինքն, բոլորը միասնաբար ոչ թե անչափ միասնաբար մեծ հավաք կազմակերպեն, թե ամերիկյան տեսփանատան առաջ որ Վենսը վստահ են որ այցելելու է որպես ամերիկայի փոխնախագահ եւ թե էլ Վարշավեդի շենքի առաջ որտեղ Վենսը հավանաբար հանդիպելու է Վարշավեդ Փաշինյանի հետ։ Եվ հայ առաքելական եկեղեցու դեմ իրականացվող այս ճնշումները, սա խայտարակություն է, քահանաների նկատմամբ ինչ սպառնալիք են հնչեցնում, կկոտրեն եկեղեցու փականները, այսպես Տեր Արտաշեսը ասացիոտ նյութեմից էր ահազանգում։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ ինչպես նաեւ քաղաքվանտարկյալների հետ կապված, օրինակ մեկը Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ԱԱԾ-1 հաղորդում է, որ սա դանդաղ մարդասպանություն է իր եւ մյուսների նկատմամբ, համեցեք։ Այո, այս բոլոր Բարսասիջան գլարականները եպիսկոպոս, arczepiskopոսներ, Սամվել Ղարաբեդյանը եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ այդ բոլոր ոչ մի ոչինչ չեն կործել, ոչ մի մեղք չունեն, իրենք բոլորն էլ քաղաքական բանդարյալներ են, որ խախտում է դեմոկրատիայի բոլոր սկզբունքները, այդ էլ պետք է բացահայտեն այդ երբ որ հավաքվեն ամերիկյան տեսփանան առաջ երբ որ փոխնակակա եւ Վարշավեդի շենքի առաջ եւ էլ ավելացնեն որպես կարևոր մի փողոք եւ պատգամ եւ սմարտ այսինքն ոնց կարելի է մի եկեղեցու Բարսասիջան գլարական arczepiskopos հետո Սամվել Ղարաբեդյանը որ գցել են ամիսների ի վեր մի շատ խոնավ եւ ծանր իրավիճակում նույնիսկ առողջական հարցեր ունի որպես հետևանք կարծեմ թոքերու փորփոքում ունի միշտ բանդարգելները եւս վիրահատվում են հիվանդանոցում են եւ այլն հուսամ որ մեկը չի մահանա այդ հիվանդանոցում որտեղ եթե մահանա հազար անգամ ավելի պետք է բաժելի լինի Փաշինյանի այդ արարքները հուսամ այս մարդիկը կարող են դիմանալ մինչև հունիսին եթե նոր կառավարություն կա հայրենասեր ասկասեր կառավարություն այդ բոլորի նույն օրը բանդից կհանի գազադակրի եւ այս մարդոց երկար չարչարանքը այսպեսով գավարդվի Եվ վերջին հարց ժամանակն էլ ուղղակի մեր սուղ է միլիարդների հաստող պարգևավճարներ միայն իրենց եւ այսպես ասենք սովի մատնված թոշակառուներ եւ ոչ միայն խնդրեմ ես մասով ձեր տեսակետը Այո, դա շատ արդարոց եւ ցավալի մինուտ է ոչ միայն իրենք երկիր ղեկավարել երկրի ժողովրդին օգտակար լինելու մասին չեմ մտածում այլ նույնիսկ երբ որ հարցը բարձրացվի որ ինչի համար որ միլիոնավոր դոլարներ պարգևավճար դալիս են բոլորին իրենց մեծ մասը իրենց կողմի մարդոց բայց այդ դարիքոտ մարդիկ որ անկորձ են փող չունեն թոշակառու են այդ մարդիկը փող չեն ստանում եւ երբ որ հարցնում են Վարշավեդին մյուսներին թե ինչ է պատճառը որ թոշակառուները իրենց թոշակը չեն ավելացնում ասում է եթե 20000 դրամ եթե դանք ինչ պիտի անի այդ թոշակառուն այդ փողով well շատ ավելի վատ է այդ հարցի պատասխանը որ հարցնելու ես որ ինչ է անելու ԿԲ-ի ղեկավարները եւ Վարշավեդը այդ միլիոնավոր դոլարի պարգևավճարներում նաեւ այս առիթով մի բան եմ ավելացնում այս հարցի վերաբերյալ դեսեք Այսին ոչ մի բան ճիշտ չեն անում, ամեն ինչ անում են որ սխալ ցևով են անում։ Ուրեմն եթե ուզում են բարգեւավճար տալ, ճիշտ ցևը հետեւյալն է։ Եթե գա մի պաշտոնյա, որ քերազանց աշխատել է եւ մեծ օգուտներ բերել է
իր աշխատանքի մոդեցումով Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդին այդ մարդուն կարելի է բարգավաճար տալ, շնորհակալություն հայտնել, որ այսքան հոյակապ աշխատանք է դարել։ Բայց այդ է նորմալ ցևը բարգավաճար տալու արևմուտքում են զանազան ընկերություններ, եթե մի մարդ քերազանց աշխատող է, այդ մարդուն բարգավաճար տալիս են։ Բայց Հայաստանը այդպես չի անում։ Հայաստանը տալիս է բարգավաճար բոլորին։ Բոլոր նախարարներին, բոլոր փոխնախարարներին, փոխվարչապետներին, վարչապետին, ազգային ժողովի անդամներին, այս բոլորն էլ քերազանց աշխատողներ են։ Պատասխանը ոչ է։ Կարելի է 1-2 հոգի քերազանցեն, եթե այդ մարդիկ բարգավաճրեն, մենք հարց չունենք։ Բայց նույնիսկ այդ բարգավաճումը, որ անում են սխալ, ինչպես որ անում են ամեն ինչ սխալ ձևով, էս էլ սխալ է։ Այսինքն այդպիսի բաներ անում են, որ նույնիսկ մի փոքր երեխա կարող է այդքանը մտածել, իրենք այդ փոքր երեխայի ուղղանել չունեն, որ կարողանան մի փոքր բան ճիշտ անեն։ Շնորհակալ եմ, պարոն Սասունյան, որ համաձայնեցիք այս զրույցին։ Ամենայն սիրով